Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, այսօր մենք հավաքվել ենք Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետականության հետ կապված երեք հիմնական միջոցառումներից երեքի համար, որ մեզ մոտ ամսի մայիսյան տոների հետ կապված, որոնցից մայիսի 9-ը դա մեր սահմանադրության օրն էր, սահմանադրության ընդունման օրն էր, մայիսի 11-ը դա Արևմտյան Հայաստանի Հանրապետության անկախության ընդունումը ԱՄՆ-ի կողմից եւ մայիսի 24-ը, որը այսօր է, մեր Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի ստեղծման օրն է։ Ես նախապես շնորհավորում եմ, ընթացիկ ես նույնպես իմ խոսքը կասեմ եւ այժմ ես ուզում եմ ողջունեմ պարոն Արմենակ Աբրահամյանին, ազգային խորհրդի նախագահ Արևմտյան Հայաստանի եւ տիկին Լիդիա Մարկոսյանին, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ։ Մնացած մեր ազգային ժողովի падգամավորները եւ մեր հյուրերը, շնորհակալություն ձեր մասնակցության համար։ Այժմ խոսքը կփոխանցեմ տիկին Լիդիա Մարկոսյանին։ Շնորհակալություն շատ ողջունեմ բոլորիդ եւ հաբես ողջունեմ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի ներկայությունը բարոն նախագահ Արմենակ Աբրահամյանին, ողջունեմ այլ Արևմտյան Հայաստանի խորհրդարանի նախագահին Դիգին Նելի Հարությունյանին, այլ գարավարությունի անդամները եւ խորհրդարանի պատգամավորները։ Անշուշտ Արևմտյան Հայաստանի քաղաքացիները եւ ընդհանրապես մեր ընդհանուր ժողովուրդը։ Այսօր հավաքված ենք միասին, որովհետեւ ժամադրություն ունենք պատմությունի հետ։ Եվ մասնավորապես դարետարցի օրերը, որոնք են այս դարետարցի օրերը, նախ եւ առաջ 11 մայիս 1920-ին, հետո 9 մայիս 2016 եւ 24 մայիսը 2013, ինչ կնշանակեն այս օրերը մեր ազգին համար։ Առաջինը գվերապերի ճանաչումը, որ կատարվեցավ այն պետություն, որ ճանաչվեցավ 1920-ին հայ պետությունը։ Երկրորդը գվերապերի այն հայկական պետությունի սահմանադրությունին գվերապերի։ Եվ երրորդը գվերապերի Արևմտյան Հայաստանի խորհրդարանի ստեղծումը 24 մայիս 2013։ Ուրեմն գնշենք այս կարևոր երեքատ օրերը։ Հավասիկ հիմա 105 տարի եղավ, որ Հայաստանը ճանաչվեցավ իրավաբանորեն de jure գսվի Արևմտյան Հայաստանի դարածքներուն վրան 11 մայիս 1920-ին։ Մեր ազգը, այո, ժամադրություն ունի, ինչպես որսի, պատմությունի ամենեն կարևոր բախերից մեկն է։ Իր պետական de jure ճանաչման մասին, որ կատարվեցավ պետություններու կողմանի եւ մասնավորապես դաշնակից Գեղագույն խորհրդի կողմից 11 մայիս 1920-ին։ Ինչու միշտ կնշեմ, որովհետեւ շատ կարևոր քայլ մը եղավ մեր արժանապատվությունին համար։ Գուզեմ հիշեցնել,
որ մեր պետությունի ճանաչումը մի քանի հիմքերու վրա կատարվեցավ։ Նախ եւ առաջ առաջին հիմքը իրեն պատմության հիմքը։ Շատ լավ գիտենք, որ մեր ազգը շատ հին պատմություն ունի։ Եվ երբ որ պետությունները որոշեցին ճանաչել մեր Հայաստանը իբրև պետություն, նկատի արին մեր պատմությունը։ Երկրորդ հիմքը ինչ է։ Մեր բնիկության հիմքը։ Այս կարգավիճակը շատ կարևոր է։ Եվ կրնանք ասել, որ ամենեն կարևորն է, որովհետև կմիացնե մեր ժողովրդին, երբ որ դարբեր ուժերը գուզեն բաժնել։ Բայց ոչ դարբեր գրոնկերը պիտի բաժնե մեր ազգը, ոչ ալ դարբեր քաղաքական ուժերը։ Խելացիությունը հասկանալն է բնիկության կարևորությունը, որովհետև միայն բնիկությունը կրնա միացնել մեր ժողովրդին դարբերությունները։ Երրորդ հիմքը, այո, ճանաչումը ստացավ հետևաբար ցեղասպանությունը, որ կատարվեցավ հայերու հանդեպ։ Այս pedagogan կարգավիճակը շատ կարևոր է։ Ինչու՞։ Որովհետև գարդոնե մի ազգի համար որոշել իր սեփական աբական, պաշտպանել իրեն մշակույթը, իրեն արժեքները, իրեն pedagogan գարուցները առանց արտաքին միջամտություն։ Հիմա անցնենք 9 մայիս 2016։ Հիմա իհավ 9 տարի, որ Հայաստանը Արևմտյան Հայաստանի տարածքներուն վրան ճանաչվեցավ եւ ընդունվեցավ մեր կողմանի սահմանադրություն։ Այս ամեն տարեդարձները կարևոր են, որովհետև մեր ազգային վերակառուցման քայլներն են, որ հայ ազգը գոյություն ունենա։ Եթե հայ ազգը գուզե շարունակել իրեն գոյությունը, պետք է թիկունք գայնե ազգի վերակառուցման գործընթացը։ Ինչ է մեր թիրքերը։ Հայ ազգը պետք է թիկունք գայնե այն պետությունին, որ ճանաչվեցավ 1920-ին, եւ որ կպաշտպանե իրեն իրավունքները, օրինակ պիտի տա։ Մեզի համար, Արևմտյան Հայաստանի համար, Արցախը մաս կգազմե այն Հայաստանին, որ ճանաչվեցավ 1920-ին, որ կգոչվի այսօր Արևմտյան Հայաստանը։ Եվ այսօր Արցախը տարածքները կուզեմ ասել, իրենց տարածքները բռնակրված են։ Եթե ուրիշ որոշում կա, ուրեմն կմերժեն գոյության իրավունքի հայ ազգին։ Ըսկուշություն պետք է դարձվի, ինչպես որոշ ուժեր կբաժնեն մեր տարածքները մեկ տարեի վեր։ Սկսավ Արևմտյան Հայաստանեն, շարունակվեցավ Նախիջևան եւ հիմա Արցախ։ Ինչ է նպատակը այս գործունեություններուն։ Կուզեն ոչնչացնել մեր ինքնությունը,
եւ մեր քոյությունը եւ ինչպես ասկը գրնավոր շինշանա հրգելով այն ասկը աքսորության ջամփա ներուն վրա մորնալով արևմտյան Հայաստանը ըսելով որ Նախիջևանը Ադրբեջանի մաս կգազմե եւ կգտնվի այն վիճակին եկանք ուր դեռ որ Արցախը հիմա բռնակրված է եւ մեծ բադասխանատվություն ունի հայ ժողովուրդը այն վիճակին այսօր այո եւ մանավանդ իբր թե հայ քաղաքական ուժերը որ կպաշտեն մեր ասկը կհասկանանք այսուհետև այս ասկային վերակառուցման անհրաժեշտությունը եւ pedagogan անհրաժեշտությունը Պիտի անդրադառնանք հիմա իրավական աշխատանքներու մասին որ մեր արժանապատվությունը եւ յետ խոսքը ուդան շնորհակալություն Շնորհակալություն Տիկին Մարկոսյան, եթե կան հարցեր Տիկին Մարկոսյանին խնդրեմ Մեկ անգամ եւս Տիկին Մարկոսյան շնորհակալություն այժմ ես խոսքը փոխանցեմ ազգային խորհրդի Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ պարոն Արմինակ Աբրահամյանին խնդրեմ պարոն նախագահ Շատ շնորհակալ եմ ես ալ իմ գոմեն գուզեի ողջունեմ ձեզի Տիկին Արոթունյան շատ մեծ պատասխանատվություն ունիք որովհետև մենք գիտենք ինչքան բավական ակտիվություն է եւ բավական չանկ տապեք մեր խորհրդարանը վեր բայելու համար Ուզեի շնորհակալություն հայտնեմ մեր նախագահի Տիկին Մարգոսյանին, որ ատմագարտակով եւ ադաստիճանով կշարունակի այս պատասխանատվություն, որ թեթև բամը չէ կապված Արևմտյան Հայաստանի նախագահությունը մենք գիտենք, որ թեթև բամը չէ, որովհետեւ ցեղասպանված, բրգված ցեղասպանված ժողովուրդ ենք եւ մենք գիտենք, որ մինչեւ այսօր այդ գշարունակվի այդ ցեղասպանությունը մեր ժողովրդի հանդեպ։ Մենք ինչպես որ ներկայացնեցիք Տիկին նախագահ եւ ես ալ կուզեի շնորհակալություն հայտնեմ մեր այսօրվա ներկա պատգամավորներուն եւ մեր կառավարության անդամներուն որ ժամանակ դվին իրենց ժամանակը դվին միանալու համար եւ մենք գիտենք որ այս ձայնակրությունը այդ աշխատանքը որ հիմա գնենք պիտի ձայնակրված լա եւ այդ ձայնակրությունը պիտի տարածվի որովհետեւ մեր ազգը ճիշտ հասկանա Երբ կխոսենք Արևմտյան Հայաստանի մասին, ինչի մասին կխոսենք։ Անշուշտ գիտենք եւ դերյակ ենք, որ բավական դարբեր գիտնականներ կան, բավական դարբեր քաղաքական ուժեր կան, հայկական մասին է խոսքը, որ ամիջապես չեն ընդունում Արևմտյան Հայաստանի ժողովուրդը նախ եւ չեն ընդունում Արևմտյան Հայաստանի պետականությունը։ Ամեն ինչ կնեն, որովհետեւ մեր ընդհանուր մեր ազգը երբեք ուժ կամ չկենտրոնացվի Արևմտյան Հայաստանի
իրավունքներու վրա։ Ամեն ինչ կնեն։ Այդ ուժերը, որին համար գծարային, մենք անշուշտ տեղյակ ենք, ու մի համար գծարայինք, նույնիսկ գասկադիրակ լալ գտնեն, որ կարող է բادرել, որ Արմենիան Հայաստանի ժողովուրդը կամ ցեղասպանությունից փրկված սերունդները պատրաստ են իրենց իրավունքները պաշտպանելու։ Գասկադիրակ գտնեն եւ մենք կխոսենք ներքին ուժերու մասին կամ ներքին մտավորականություն, որ կարող են գասկադիրակ դնել ադիրավունքները, որ բոլորս միասին կպաշտպանենք հիմնավորված մեր ինքնավորոշման իրավունքի վրա։ Այդ ինքնավորոշման իրավունքը, որ մենք ստացել ենք նախ մեր որոշումն է։ C'était այդպես չէ, որ ստացել ենք ուրիշ ուժերու կողմեն կամ օդար ուժերու կողմեն։ Մեր որոշումն է, որ մենք վերակայնենք Արմենիան Հայաստանի համագարկը։ Եվ այդպես եղավ, որ որպես բնիկ ազգ մեր որոշումը, որ ներկայացրեցինք դեկտեմբերի 17-ը 2004-ին, մեր որոշումը ընդունվեցավ Միացյալ Ազգերի կազմակերպության կողմեն, որպես բնիկ ազգ։ Հիմա, որ մեկ մաս կամ պրոտուրքական ուժերը, որ կան մեր մոտ, կամ որևէ մտավորականությունը, որ չի ընդունի, որ միջազգային ամանքը, միջազգային եւ մյուս պետությունները ճանաչեցին մեր ինքնորոշման իրավունքը, սա արդեն իրենց խնդիրն է։ Եվ մենք այդ մարդիկները այսօր այստեղ չենք իրենց բուժելու համար։ Մենք այստեղ ենք, միասին ենք այստեղ, զարգացնելու եւ ուժեղացնելու Արմենիան Հայաստանի համագարկը, որովհետեւ աշխարհի հայությունը հասկանա, որ այո, մենք իրավունք ունենք մեր ազգային ժողովը ունենալ, ազգային խորհուրդը նախ, հետո ազգային կառավարությունը, հետո ազգային ժողովը։ Եվ այդ իրավունքը մենք աշխարհի դիմաց կներկայացնենք։ Եթե մեկ մաս պրոտուրքական ուժերը կամ այդ մտավորականությունը, որ չի հասկնա մեզի, որ Արմենիան Հայաստանի հայությունը պատրաստ է եւ կշարունակե արդեն 20 տարի իրենց իրավունքները պաշտպանել, մասնակցելով Արցախյան ազատագրումը, իրենց խնդիրն է իրականության եւ մենք նորեն գսեմ, մենք չենք գնալ ստիպել որևէ մեկին, ոչ Ադրբեջանի ուժերը կգնանք ստիպել, որ մեզի ընդունեն, ոչ նար Թուրքիայի ուժերը կողմեն կգնանք ստիպել, որ մեզի ընդունեն, հիմա մեր անշուշտ մագում մեզի կճանչնան, մեզի կտեսնան եւ ամեն ինչ կնեն, որպեսզի մեր ելույթները, մեր աշխատանքները չկարողանանք ներկայացնել, բայց արդեն 20 տարի է, որ բավական կգրվեն մեր դեմը, որպեսզի մենք գոյություն չունենանք, բայց չի ստացվի։ Մենք կրնանք այսօր ճշտել եւ իսկապես բոլորին ասել, որ այո, գա Արմենիան Հայաստանի ազգային ժողովը, գա Արմենիան Հայաստանի պատգամավորները, որ ամեն օր կաշխատին Արմենիան Հայաստանի իրավունքները պաշտպանելու համար, Արմենիան Հայաստանի ազգի, հայ ազգի իրավունքները պաշտպանելու համար։ Անշուշտ այս աշխատանքը, որ գնենք, բավական գրնանք ասել, որ դժվարությունները շատ են, տարբեր ձևով դժվարությունները կան։ Նույնիսկ, ինչպես որ քիչ առաջացի, տարբեր ուժեր կան, որ գժղթեն մեր գոյությունը։ Ասենք թե իրենց համար
չի կարող բադայի, որ լինի Արմենիան Հայաստանի խորհրդարան, Արմենիան Հայաստանի համագարկումը, կժխտեն, ասենք թե նույնիսկ եթե մենք գոյություն ունենք, անոն կժխտեն այդ գոյությունը։ Կժխտեն նույնիսկ, որ որպես Արմենիան Հայաստանի հայ գոյություն ունենանք, կպատկերացնեք, եթե օրինակ մենք նույն ցևով կժխտեինք, որ լինի այսօր Արցախի հայ։ Մենք չենք կներ, բայց կպատկերացնեք, որ կան, որ չեն ուզել ընդունել, որ մենք գոյություն ունենք, այդ աստիճանով։ Բայց հիմա դուք լավ գիտեք, որ իրենց ուզածով չի այդ ամեն ինչը, անշուշտ, եւ մենք այսօր կրնանք ասել, որ մեծ մաս աշխարհի հայությունը դերյակ է, որ գա Արմենիան Հայաստանի համագարկը։ Մեծ մաս չեն հասկանում, ինչպես կրնաբադել, որ մեր հայությունը միավորվել է Արմենիան Հայաստանի հայության իրավունքները պաշտպանելու համար։ Մեկ մաս մեր հայրենակիցները չեն հասկանալ, որովհետև իրենց կմտածեն, որ իրենց ամենն ուժեղ մագարտակը միություն ստեղծել մնե կամ ամենք ստեղծել մնե, ինչպես որ Ադրբեջանը կամ ադրբեջանցիները կամ ասենք Ադրբեջանի Բաքվի իշխանությունը գուզե Արցախի հայության համար, ինչպես որ Թուրքիա իշխանությունն ալ գուզե Արմենիան Հայաստանի հայության համար, բայց այդպես չի իրականության։ Մենք այսօր մեզի չենք ներկայացնում որպես ամանք կամ որպես միություն, որ կգտնվի մի ուրիշ օտար պետության մեջ։ Մենք մեզի մեր կարգավիճակը ուրիշ է։ Եվ այս կարգավիճակը հիմնավորված է մեր առաջին միջազգային իրավունքներով վրա, երկրորդ մեր ազգային իրավունքներով վրա, ինչպես որ այդ իրավունքները աշխատել ենք եւ ընդունեցինք մեր մոտ, որպես օրինակ մեր սահմանադրությունը։ Անշուշտ մայիս 9-ը մեզ համար շատ կարևոր է, որովհետև Շուշիի ազատագրման օրն է։ Եվ մենք որոշեցինք 2016-ից, որ նույն օրը լինի մեր ազգային Արմենիան Հայաստանի ազգային հանրապետության ազգային սահմանությունը։ Նույն օրը։ Ինչու՞։ Որովհետև մեր հայրենակիցները պետք է իմանան, որ մեր զինված ուժերն մասնակցեցին Շուշի ազատագրմանը։ C'était Արմենիան Հայաստանի զավակներն են, որ անոնքալ Արցախի հայության հետ մասնակցեցին Շուշի ազատագրումը։ Մանավանդ անձամբ ես պատրաստեցի անժամանակ մեր ֆեդայիները, որովհետեւ մասնակցեն այդ գործողությունը։ Ինչ որ ցեզի կներկայացնեմ, փաստերը կան հստակ են, ես մասնավոր գսեմ կներկայացնեմ այդ վկայությունը, որովհետեւ հանրությունը հասկանա, որ ինչ արմատներուն վրա հիմնավորեցինք Արմենիան Հայաստանի ազգային խորհուրդը։ Սա մեկ հատ գործողություն մնե, ուրիշ գործողությունները կատարեցինք, որովհետեւ վերականգնենք մեր պետականությունը, Արցախի մասին է խոսքը։ Մայիս 11-ը, գիտեք, մայիս 11-ը մեզ համար շատ կարևոր օր մնե եւ շատ կարևոր դարիթարս մնե։ Այս տարի այդպես եղավ, որ մայիս 11-ը չի միացանք, բայց այսօր կրնամ ասեմ ձեզի, որ մայիս 11-ը ադորն է, որ օրենքով դե յուրե գսենք ճանաչվեցավ
Հայաստանի պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքի վրա։ Եվ ոչ մենակ ճանաչվեցավ Պարսակուն խորհրդի պետություններու կողմէ, այլ ճանաչվեցավ Միացյալ Ամերիկայի կողմէ։ Ամերիկան ինչ կա դակրքիր իրեն սենատի, Ամերիկայի սենատի ճանաչում մեջ, ինչ կա կարևոր եւ դակրքիր, որովհետեւ ինքը գգաբե այս ճանաչումը ցեղասպանության հետ։ Ասենք թե աշխի առներով այդ բոլոր անձակորձությունները եւ ջարդերը, որ կատարվեցին Արևմտյան Հայաստանի տարածքում, Միացյալ Նահանգները, Ամերիկա Միացյալ Նահանգները կճանչնան մեր պետականությունը դե յուրե։ Բայց ուրիշ կարևոր գետ մգա այստեղ, որ պետք է դերյակը, լավ կխնդրեմ, որ իմանաք։ Այս օրը, մայիս 11-ին, 1920-ը, Գերագույն խորհուրդը, որտեղ մեծ պետությունները հավաքված էին, փոխանցեցին Թուրքիայի Սևրի դաշնագիրը։ Այս մայիս 11-ը փոխանցեցին Սևրի դաշնագիրը Թուրքիոն եւ դվին մեկ ամիս Թուրքիոն որբեսի պատասխան տա։ Այս գործողությունը շատ կարևոր է, որովհետեւ հունվարի 19-ը դե ֆակտո փաստացի ճանաչվեցավ Հայաստան պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքում, դե յուրե մայիս 11-ը օրենքով եւ դվին Սևրի դաշնագիրը Թուրքիերում։ Թուրքերը հետաձգեցին, մեկ ամիս մեջ չի գցան պատասխանել, պատասխանեցին ունիսի 25-ը, ունիսի, մեկ ամիս ավելի։ Եվ ինչ պատասխանեցին մասնավոր ուշագակիրի միջոցով, մասնավոր, որ մեր մոտը գա, ուզեմ, որ դերյա գլակ, որ Թուրքիո կողմեն պատասխանը մեր մոտ կա, որտեղ անուն կճանչնան, մինակ կճանչնան Բաթումի պայմանագրի Կովկասյան Հայաստանը։ Եվ այստեղ դա կրկիրա։ Ինչու։ Որովհետև Գերագույն խորհուրդը անմիջապես մերժեց այդ պատասխանը, անմիջապես մերժեց, նշելով, որ արդեն պատրաստ է պատերազմը նորեն անել Թուրքիո դեմ եւ կանչեցին հույները, որ պատրաստ լինեն այդ պատերազմը տանելու։ Շատ հետաքրքիր է։ Ինչու հետաքրքիր է։ Որովհետեւ երրորդ անգամ Գերագույն խորհուրդը ճանաչավ մեր պետականությունը Արևմտյան Հայաստանի տարածքում։ Երրորդ անգամ աշխարհում հարգելիներս չեք գտնելու մեկ հատ պետությունը, որ այդքան ճանաչումները ստացել է Արևմտյան Հայաստանի պես։ Չեք գտնելու։ Անժամանակն մինչև այսօր չեք գտնելու։ Այս ինչ որ ես ձեզի կպատմեմ հիմա, եկյատները չեն։ Ինչու գսեմ, որ եկյատները չեն, որովհետև մտավորականություն կա Երևանում, որ եկյատի դեղ գտնեն մեր բացատրությունները։ Եկյատ չեն, որովհետև մեր իրավանական պատետն է, եւ մենք չենք մերժելու որպես շարունակական պետություն մեր իրավանական պատետը։ Մենք օրինակ Միացյալ Նահանգներուն հետ 30 տարվա հարաբերությունները չունենք դիվանագիտական։ Մեր հարաբերությունները Միացյալ Նահանգներուն հետ սկսել է 1920-ից կամ նույնիսկ շուտ։ Դե ինչու մենք պիտի մերժենք, ինչու մենք պիտի բادرենք, ինչու մենք պիտի շփրտենք
այդ ամբողջ աշխատանքները, որ կատարվեցին 1900 նույնիսկ 1878-ից մինչև այսօր։ Ինչու պիտի մերժենք։ Ով պիտի բացատրե մեզի, ով պիտի ներկայացնե մեզի, որ մենք անպայման մեր ընտանուր իրավանական փաթեթը, մեր ճանաչումները, մեր ինչ որ եղել է մեզի հետ կապված Արևմտյան Հայաստանի հայության հետ կապված պետք է մերժենք։ Ով իրավունք ունի այդպես բան ասել, բացի անպատասխանատու մարդիկներ։ Եվ շատ են անպատասխանատու մարդիկներ, որովհետև հետևանքները կտեսնանք այսօր, ինչ կկատարվի նույնիսկ այսօրվան այդպես ներկայացված Հայաստանի Հանրապետությանը, դա Արևելյան Հայաստանի մասին է խոսքը։ Հատոր համար պետք է դուք ալտերյակլակ, որ Թուրքիան ճանաչումը հետ կաշելով, ասենք թե Բաթումի մասին է խոսքը, Բաթումի պայմանագրի, որ Թիֆլիսի ազգային խորհուրդն է, որ ստորագրել է երի թուրքերուն հետ Բաթումում։ Ունիսի 4-ը կպատկերացնեք 1918-ը։ Պետք է հասկանաք, որ ադիման վրա Գերագույն խորհուրդը, որ ասավ պատերազմը պիտի սկսենք ձեր դեմը, ամիջապես Մեհմեդ 6-ը սուլտանը, այո, սուլտանը գանչեց իրեն ինքնիշխան խորհուրդը, ինքնիշխանության խորհուրդը գանչեց, 50 հոգի էին, եւ ինքը բոլորին դիմաց հայտարարել է, որ պիտի ստորագրվի Սևրի դաշնագիրը։ Բայց նորեն այստեղ շատ հետաքրքիր եւ կարեւոր գետ մը կա, հարգելիներս։ Սուլտանը, որ որոշել է, ասենք թե ստորագրել Սևրի դաշնագիրը, ինքը չի ստորագրել, որովհետեւ համապատասխան Օսմանյան սահմանադրությունը սուլտաները անպատասխանատու է, կնշանակի, որ իրեն ստորագրությունը չեք գտնելու։ Մեկ անգամ կրնա պատահել, որ մեր սուլտանի ստորագրություն կրնակ տեսնել շատ հետաքրքիր կալիգրաֆիա ստորագրություն մնե։ Բայց հետո արդեն չեք գտնելու որևէ ստորագրություն սուլտաներու կողմէ։ Եվ այդ իմաստով ինքը հրաման տվավ եւ հրամանակիր մը կա, որբեսի դամատ Ֆերիդ Փաշան իրեն վիզիրը գնա Սևրի դաշնագիրը ստորագրելու համար։ Հասկանաք, հարգելիներս, ես կրնամ ասել մոռանանք ադամեն ինչը, մեր պատմությունին հետ կապ չունի, մենք չենք իրեր որտեղից հայ ենք եւ մենք հետաքրքիր չէ մեզ համար, ինչպես սուլտանը ստորագրել է, ինչպես Ամերիկան ճանաչել է մեր պետականություն, կամ ինչպես Ֆրանսիա եւ այլն։ Բայց ըրին ուզած չուզած ըրին ադամեն ինչը եւ մենք այդ աշխատանքի իման վրա եւ այդ բոլոր փաստաթղթերուն իման վրա մենք կշարունակենք այսօր պաշտպանելու մեր իրավունքները, որպես Արևմտյան Հայաստան։ Մենք այստեղ չենք Երևանյան իշխանություններուն խանգարելու համար կամ վնասելու անցյալ Արցախյան իշխանություններուն։ Նույնիսկ անոնք չհասկացան մեզի, քանի անգամ կացի եւ ներկայացնեցի ես բազմաթիվ քաղաքացիներ ունեինք Արցախում, քանի անգամ բացատրեցի ինչ պետք է անենք միասին, որպեսզի մեր իրավանական պատետը ուժեղանա։ Անոնքալ անդերի բդավորականությունը, որ այդպես լավ գզգար, ասենք թե Ստեփանագերդում, ամիջապես չընդունեցին կամ աշվիչարին իմ բացատրությունները։ Բայց այսօր, հարգելիներս, մենք ենք, որ կդիմենք դատարանները մեր Արցախի հայության իրավունքները պաշտպանելու համար։ Եվ դուք գիտեք, որպես մեր պատգամավորները եւ որպես մեր կառավարության անդամներ, գիտեք, որ
դատարանները գտնունին մեր բողոքները։ Անոնք որ գսեն, որ բողոք հրգեցին կամ մարդուն իրավունքներու դատարան կամ բույևի դատարանում, անոնք չեն ներկայացնել դատարանի պատասխանները մեզի, բայց մենք ներկայացնեցինք դատարանի պատասխանները, ինչպես դատարանները ընդունեցին մեր բողոքները, մենք ցեզի ներկայացնեցինք։ Ասենք թե կասկնակ, շատերը գխոսին, բայց գտակսնեն, որովհետև չեն կնարա բացուցել, գտակսնեն, ինչ որ գսեն, ասենք թե չեն կնար իրականացնել նույնիսկ, ինչի ման վրա պիտի իրականացնեն, որ ինչ Արցախը Ադրբեջանի մաս կկազմի կամ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս կկազմի, ինչի ման վրա։ Դրա համար մենք գրնանք ասել, որ նոր փուլին մեջ մտանք, որովհետև մեր իրավանական պատետը ամեն օր գուժեղանա եւ կտեսնանք, չէ, ինչ կատարվեցավ Արցախում եւ կտեսնանք հիմա ինչ կկատարվի Հայաստանի Հանրապետությունում, կտեսնանք մեր աչքերով ինչ կկատարվի։ Դրա համար ժամանակն է, որ մեր անրությունը, մեր հայրենագիցները եւ ովևէ քաղաքական ուժերը աշվի առնեն, որ գա Արևմտյան Հայաստանի ազգը, փնիկ ազգը, որ գա Արևմտյան Հայաստանի համագարկը, կառավարությունը եւ անշուշտ ազգային ժողովը, աշվի առնեն, որ մենք ոչ աթորալ կփնտրենք, ոչ ճանաչման կփնտրենք, ճանաչված ենք արդեն, մեր բանջները կապված են, մենք այդքան բանջներ չունենք, որովհետև մեր հիմնական խնդիրը իրականացնելն է մեր իրավունքները։ Մենք արդեն ստացել ենք իրավանական պատետը, ստացել ենք իրավունքները, մեր հիմնական աշխատանքը իրականացնելն է այդ իրավունքները։ Ինչքան որ կարանք իրականացնել, մենք պետք է աշխատենք, ջանք տապենք այդ բոլոր իրավունքները առաջ դնելու, իրականացնելու։ Իրական Հայաստանը ստեղծման համար, ոչ այդ Հայաստանը, որ այդ վիճակին մեջ կգտնվի այսօր։ ಅದրավար մենք եւ դիմում եմ մեր պատգամավորները, մենք խնդիր չունենք բացատրելու, ներկայացնելու մեր անդրության, մեր եղբայրներին, մեր քույրիկներուն ինչ է Արևմտյան Հայաստանը այսօր, ինչպես կաշխատենք, ինչ նպատակներ ունենք, այո, հիմնական մեր խնդիրը մեր հայրենիք պաշտպանն է, մեր ամբողջականություն պաշտպանելն է, մեր հիմնական խնդիրն է։ Մենք չենք հասկանալ ինչպես կրնա, որ հայության մեջ ուժեր կան, որ պատրաստ չեն մեր ամբողջական Հայաստանը, մեր ամբողջական պետությունը պաշտպանելու։ Մենք չենք հասկանալ, որովհետև մենք պաշտպանեցինք մեր այսօրվա Արևելյան Հայաստանի Հանրապետությունը, մենք պաշտպանեցինք Արցախն ալ պաշտպանեցինք, մենք ամեն ինչ արինք եւ նորեն այսօր, նորեն միասին կշարունակենք պաշտպանելու։ Համապատասխան մեր հնարավորությունները անշուշտ նորեն գսեն, որովհետև հնարավորությունները գտեսնանք, չէ, ինչպես օգտագործված են ուրիշներու կողմեն։ Այդ համար նորեն գողջունեմ ձեզի, մեծ բադիվ է ինձ համար այդ առաքելությունը շարունակել ձեզի հետ եւ շատ ուրախ եմ, շատ մեծ եւ կարեւորություն ունի այսօր մեր Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը եւ գտիմեմ նորեն մեր պատգամավորները լավ զգաք, ուժեղ զգաք, մենք ամեն օր կաշխատենք, որպեսզի անցնենք մեր նպատակին։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, պարոն նախագահ, հարգելիներս, եթե ցանկություն կա պարոն նախագահին հարցեր հղելու,
Մեծ սիրով Ազատ կարող եք ձեր հարցերը հղել։ Լավ, ընթացքում եթե Եթե հարցեր չի գան, մեկ բան կուզեի ավելացնել։ խնդրեմ։ Պետք է այստեղ ասենք հարցերը ինչ կնշանակի, որ եթե մեր իրավանական պատետի հետ կապված կամ մեր այսօրվան աշխատանքներուն հետ կապված որևէ հարցեր կան կամ անհասկացողություններ կան, մենք պատրաստ ենք բացատրելու, պատրաստ ենք ներկայացնելու, պատրաստ ենք ապացուցելու։ Մենք հասկանանք, որ նորեն գսեմ, ուժեր կան, որ նորեն այսօր կասկածի տակ կտնեն մեր աշխատանքը, որովհետև ատմագարդակը չունին մեզի հասկանալու։ Սա էլ պետք է հաշվի առնենք։ Անում չունին ատմագարդակը հաշվի առնելու համար, որ ոնց կրնա, ինչպես կրնա բادر, որ Արմենիան Հայաստանի հայությունը ոտքի կկայնի։ Արմենիան Հայաստանի հայությունը պատրաստ է իրենց իրավունքները պաշտպանելու։ Նույնիսկ 100 չեմ գիտեր քանի տարի հետո։ Բայց շատ բաներ կան կյանքի մեջ, որ շատերը չեն հասկանալ։ Շատ բան կա։ Բայց մենք գիտենք ինչի համար գնենք եւ ինչպես ալգնենք։ Ադամեն ինչը։ Գնան հասկանալ, բայց ինչպես կպատահի, որ Արմենիան Հայաստանի հայերը հատոր ունին մագին մեջ։ Եվ ինչպես կրնապատահի, որ անդեղ երտան եւ իրենց իրավունքները կպաշտպանեն։ Ինչպես կրնապատահի։ Բա մտածեք քիչ մտածեք։ Ինչու մենք ասենք ուրիշ փնիկներուն հետ նույն ավասար իրավունքները չենք ունենալու։ Ինչու։ Մեկ հատ բաժարը ներկայացնեք ինձի, որ մենք իրավունք չունենք մեր լեզուն պաշտպանել, մեր մշակույթը, մեր ժառանգությունը, ինչու։ Մենք գնենք թադերը, որ մենք գխրգենք տարբեր դերերը, բողոքները, որ մենք գխրգենք, եւ մագի հետ կապված, եւ դատարաններուն հետ կապված, մենք գնենք, չէ։ Եվ մենք գնենք ուղղակի ցևով, որպես Արմենիան Հայաստանը, ապացուցելով, որ մենք ենք Արմենիան Հայաստանը։ Մենք չենք անցնելու Թուրքիո տվարություններու միջոցով կամ ինչպես որ կան որ փորձեցին եւ չեմ գիտեր ինչ վիճակին մեջն են այսօր կամ Ադրբեջանի տվարություններու միջոցով կամ դատարաններու միջոցով պետք է չէ այդպես բան չի գա։ Այդպես բան չի գա։ Որովհետև մեր մոտ փաստեր կան ապացուցելու համար, որ Արցախը եւ Նախիջևանը երբեք Ադրբեջանի մաս չեն կազմելու։ Եվ նայեցեք ինչ ըրին, նայեցեք ինչ մտածեցին։ Եվ խաղ մը գա այստեղ, չէ։ Ասենք թե Ադրբեջանը գսե Հայաստանի Հանրապետությունը Արմենիան Ադրբեջանն է եւ Հայաստանի Հանրապետությունը գսե չէ այդպես բան չի գա Հայաստանը չի ընդունի կամ մերժումը որ մեր դարաշքը ասենք թե որ դարաշքի մասին է խոսքը ստակ չի որովհետեւ սահման չի գա այսօր արևելյան Ադրբեջանն է խաղ գա այստեղ եւ մենք պիտի նստենք պիտի նայենք չէ մեկը գսե մերն է մյուսը գսե ձերը չէ բայց մենք այդպես չենք անելու չենք մտնելու այդ խաղի մեջ չենք մտնելու որովհետեւ սա մեզ հետ կապ չունի ընդհանրապես կապ չունի երբեք ազերի ժողովուրդը ինքը փնիկ չի մեր տարածաշրջանում եւ ինքը չի գտնա բացուցել ոչ մի բան բայց այդպես է ինչպես որ Երևանյան իշխանությունները ընդունեցին որ Արցախը Ադրբեջանի մաս կդառնա ինչ իման վրա նույնիսկ ես ալ գուզեի հասկանալ ինչ իման վրա այդպես
գոչ մը կամ հայտարարություն մը դա կրկիր է մանավանդ որ Արցախի հայությունը գոյություն ունի նորեն հա ասենք Արցախի հայությունը ողջ է ասենք հայցեք ինչքան անսկնալի է Արցախ ողջ Արցախի հայության թիմած հայտարարում են որ Արցախը Ադրբեջանն է Ադոնամար շատ խոր խնդիրներ կան այսօրվան Հայաստանը անհաբերությունը ասենք արևելյան Հայաստանի մասին է խոսքը պետականորեն անշուշտ վտանգին մեջն է բայց ամեն ինչ ըրավ այս իշխանությունը այսօր ամեն ինչ ըրավ որպեսի այդ վտանգին մեջ լինի ասենք ինքը որոշել է այդպես լալը ինքը այդ իշխանությունները աշվի չարին մեր առաջին Արցախյան պատերազմի արդյունքները կամ այդպես աշվի արին որ նստեցին եւ այդպես ապրեցին աջույքը ստանալու աստոնալով առանց ասկնալ որ պատերազմը վերջացած չէ առանց ասկնալ որ պետք է նորեն եւ մինչեւ այսօր զորանանք անոնք են իրենց քաղաքականությունն է եւ մենք իրենց քաղաքականությունի հետ ամացայն չենք եւ չեն գնալ ամացայն լալ եւ չենք ընդունելու եւ մենք որպես Արմենիան Հայաստանը գբացադրենք կներկայացնենք ինչու համար չենք ընդունելու առանց պատերազմը գոչելով մենք պատերազմը չենք գոչելու բայց նորեն գսեմ ձեզ խնդիրը ուր է շատ էշտ է Երևանյան իշխանություններուն համար ուրիշի տարածքները ուրիշին դալ ուրիշի տարածքները ուրիշին ծախել շատ էշտ է եթե ատկան էշտ է իրենց համար կնշանակե որ այդ տարածքները իսկապես իրենց չէ այդ ապրանքը իրենց ապրանքը չէ այդ ժողովուրդը իրենց ժողովուրդը չէ այդ երեխաները իրենց երեխաները չեն որ գարդան օդարներուն ծախեն ինչպես որերին Ադամեն ինչ մենք չենք ընդունելու որովհետև ասկացանք իրենց երեխաները չեն իրենց ժողովուրդը չեն խնդիր չունին իրենց ուրիշներու դարասները ծախել գամազնել ասկացանք մենք ենք իվա մենք պիտի շարունակենք մեր իրավունքները պաշտպանելու եւ ովևէ մեկ ուժը աշխարհի մեջ չեմ կիներ որտեղ չեն գնալ գայնեցնել մեզի եւ մենք պիտի շարունակենք շնորհակալություն Ձեզ ենք շնորհակալ պարոն նախագահ Հուսամ իրապես ունեք կամ չունեք հարցեր դիմեք ցանկացած ժամանակահատված ձեզ մեծ սիրով կպատասխանենք եթե նույնիսկ այս պահին չունեք հարցեր Շնորհակալություն ես կուզեմ որ արդեն ինքս ելույթ ունենամ իմ ելույթը ասելուց հետո կդիմեմ արդեն ազգային ժողովի իմ հարգելի պատգամավորներին, որոնք կունենան հավանաբար իրենց կողմից ասելիք այսօրվա արդիվ։ Հարգելի հայրենակիցներ, Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ, ինքնիշխան, իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետություն է։ Հիմք ընդունելով Հայաստան պետության ճանաչումը դե ֆակտո 19 հունվար 1920 թվականին եւ դե յուրե 11 մայիս 1920 թվական հաստատված դաշնակից պետությունների կողմից Վուդրո Ուիլսոնի իրավարար վճռով ամրագրված աշխարհագրորեն սահմանազատված տարածքների վրա, ինչպես նաեւ իրավարար վճռից դուրս մնացած
Արևմտյան Հայաստանի 3 նահանգների ու Կիլիկյան Հայաստանի վրա։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը, որպես հայկական պետություն, 1920 թվականի ճանաչված Հայաստան պետության շարունակական պետությունն է։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մարդու և բնիկ ժողովուրդների հիմնական իրավունքներն ու ազատությունները, որպես անոտարելի ու բարձրագույն արժեքներ, հիմքում ազատությունն է, արդարությունն ու խաղաղ համակեցությունը։ Սահմանադրության հիմքերը ամբողջությամբ արտահայտում են հայ բնիկ ժողովրդի իրավունքները առաջին և երկրորդ միջազգայնորեն ընդունված իրավական բոլոր նորմերի համաձայն, երկիր ունենալու բոլոր պետական հիմքերով, հռչակագիր, ազգային խորհուրդ, սահմանադրություն, ազգային ժողով, նախագահ, հստակ բաժանված 3 հիմնական իշխանությունների տարանջատման սկզբունքներով, միմյանցից անկախ գործող ճյուղերի միջև, օրենսդիր, գործադիր, դատական, հանրության համար կարևորագույն սկզբունք է արդարության հաստատման դերը բոլոր համակարգերում։ Ես ուզում եմ այս պահին մեզ բոլորիս շնորհավորել այսօրվա օրվա հետ կապված, այսինքն մայիսի 24-ը որպես ազգային ժողովի ստեղծման օր, ես ուրախ եմ, հպարտ եմ, որ ազգային ժողովի աշխատանքներին մասնակցող ու շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պատգամավորներին, ովքեր մասնակցում են, օգնում են իրականացնել բոլոր ճյուղերի գործունեությունը և առհասարակ օգնում են կայացնել պետությունը։ Շնորհակալ եմ, ուրախ եմ ձեզ հետ աշխատելու, հպարտ եմ ձեզ հետ աշխատելու, միանշանակ և ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի հռչակագրին։ Հարգելի հայրենակիցներ, Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը և Արևմտյան Հայաստանի ազգային ժողով ձևավորող հատուկ հանձնաժողովը ստանձնելով Արևմտյան Հայաստանի պետական համակարգերի կազմավորմանն ու ստեղծման, հայերի գոյության և ինքնության պահպանման, Արևմտյան Հայաստանի տնտեսության վերականգնման ու վերաշինության պատասխանատվությունը հայտարարում են ստեղծել Արևմտյան Հայաստանի ազգային ժողով, որն իրականացնելու է հայտարարության ուժերի համախմբամբ, հենքային համարել հայկական հարցի հայոց պահանջատիրության լուծման խնդրում ազգային միասնությունը և հայոց անժամանցելի իրավունքը, ընդունել մեկ բանաձև հայ ժողովուրդը պետք է ապրի ինքնաբավ, իսկ ապագայում մեկ միասնական և անկախ հայոց պետականության կազմում։ Առաջնորդում են Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի պաշտոնական հայտարարությամբ ընդունված 2004 թվականի դեկտեմբերի 17-ին և Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին հռչակագրով ընդունված 2007 թվականի հունվարի 20-ին։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը ստեղծման ընդունված 2011 թվականի փետրվարի 4-ին և Արևմտյան Հայաստանի պետական համակարգի մասին որոշումներով ընդունված 2011 թվականի մարտի 2-ին։ 2012 թվականի նոյեմբերի 30-ի Արևմտյան Հայաստանի հայերի Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի ձևավորելու մասին 5-րդ վեհաժողովի որոշմամբ հռչակում են, նկատի առնելով այն փաստը, որ հակառակ մարդկային բարոյականության և ցանկացած իրավունքի ճանաչելու հայոց իրավունքները բնօրրան հայրենիքի նկատմամբ Թուրքիայի իրավահաջորդ կառավարություններ սուլթանական, երիթուրքական և քեմալական 1894-1923 թվականների իրականացրել են հայերի ցեղասպանության, այժմ նաև շարունակում են հայերի ցեղասպանություն և բռնագաղթ, որի միջոցով աննախադեպ փոփոխել են ազգագրական պատկերը տարածաշրջանում, իսկ հետևանքում կրճատելով հայերի թիվը բռնազավթված տարածքներում, որպես հավելավճար իրենց հանցագործությունների խախտել են ազգությունների միջև բնականոն հարաբերությունները Արևմտյան Հայաստանում և նկատի առնելով վերոնշյալ ողջ իրողությունը հռչակում են, որ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի իրավասությունը տարածվում և ինչպես Արևմտյան Հայաստանի պետության քաղաքացիների, այնպես էլ Արևմտյան Հայաստանի բռնագրաված երկրամասի, Արևմտյան Հայաստանի իրավական, դե յուրե և փաստական դե ֆակտո տարածքների վրա, նկատի ունենալով. Ա.
Հայաստան Թուրքիայից սահմանազատումը համաձայն ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Ուդրո Վիլսոնի իրավաճռի 22 նոյեմբեր 1920 թվական։ Բ. Պատմական Հայաստանի, այդ թվում Արևմտյան Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի անկախությունը համաձայն ՄԱԿ-ի գաղութային երկրներ և ժողովուրդներին անհապաղ անկախություն տրամադրելու մասին։ Հռչակագիր 14 դեկտեմբերի 1960 թվական։ Որպես բնիկ ժողովուրդ, Արևմտյան Հայաստանի հայերի ունեցած պատմական, ծագումնաբանական, մշակութային, քաղաքակրթական, պետականաստեղծ, անժամկետ և անժխտելի իրավունքները համաձայն ՄԱԿ-ի բնիկ ժողովրդի իրավունքների մասին հռչակագրի 13 սեպտեմբեր 2007 թվական։ Վերոհիշյալ իրադրությունները տարածվում են Արևմտյան Հայաստանի հետևյալ նահանգների և տարածքների վրա. Վան, Բիթլիս, Էրզրում, Կարին, Տրապիզոն, Համշեն, Սիվաս, Սեբաստիա, Դիարբեթքիր, Տիգրանակերտ, Խարփութ, Խարբերդ, Կիլիկիա, այդ թվում Կեսարիա, Մարաշ, Ադանա, Զեյթուն, Այնթապ, Անտիոք, Կարս և Սուրմալու, Ջավախք, Նախիջևան և Արցախ։ Առաջնորդելով վերը նշված փաստաթղթերով և դրույթներով Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը, Արևմտյան Հայաստանի կառավարությունը և Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը ձևավորող հատուկ հանձնաժողովը հայտարարում են, որ ստեղծում են Արևմտյան Հայաստանի ազգային ժողով, ձևակերպված կենտրոնական ընտրական հանձնաժողովով։ Այսքանը, հարգելիներս, ես հռչակագիրը ընթերցեցի մեզ համար, որպեսզի բոլորս իմանանք, որ մենք տիրապետում ենք մեր երկրին, մեր սահմաններին, անկախտելի, որոնց իրավունքները միշտ պաշտպանելու ենք ամեն գնով։ Շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհավորում եմ մեկ անգամ եւս բոլորիս։ Մենք շնորհավոր ենք ձեզ։ Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ կան, մեր պատգամավորներից որևէ մեկը որ ցանկություն կունենա ելույթ ունենալու։ Հա, ես ոչ թե ելույթ ունենամ, այլ բոլոր մեր ղեկավարներին խոսքեն շնորհավորում եմ։ Շատ գեղեցիկ բացատրություններ եղավ։ Շատ շնորհակալ եմ։ Մենք որպես արևմտյան հայաստանցիներ կանք պիտի լինենք եւ պիտի շատանանք, որ հաղթենք շատ բաներ հաղթենք, պիտի շատ մեծ ճանապարհ պիտի անցնենք, ոչ թե 100 մետր, այլ մարաթոնի ելած ժողովրդենք, պիտի հաղթենք։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Այո, պարոն նախագահ։ Այստեղ շատ կարևոր է ձեր նշումները, որովհետև երևա, որ անաստացողություն կա։ Երևա, որ եւ ես հարց մտամ, ասենք թե մինչև Սովետ միությունը ստեղծմանը Արևելյան Հայաստանը միացված չէր Արևմտյան Հայաստանին հետ։ Միացված էր։ Ինչու Լենինը որոշել է բաժանվել Արցախը, Նախիջևանը, Ջավախքը կամ Սովետ Հայաստանը։ Եթե մենք գխոսենք բաժանմունքի մասին, կնշանակի, որ այդ դարաշները միասին էին, չէ՞։ Միասին էին, մինչև որ բաժնվեցին, մինչև որ բաժանեցին։ Բայց եթե միասին էին, ինչ եղավ, որ միասին էին, ինչպես եղավ, որ միասին էին այդ դարաշները, ինչպես եղավ, որ հետո Ադրբեջանը ուզեց Թուրքիո կողմեն Վասկաստանի կողմեն մեկ տարածք, որպեսի Արևմտյան Հայաստանի կողմեն կարողանան մտնել Նախիջևանում։ Ինչպես եղավ այդ ամեն ինչը, եթե մեր դարաշները միացված չէին։ Adonamar ես գրնամ հասկանամ, որ բավական դժվար է հասկանալ այդ նրբությունները, այդ մանրամասները եւ մենք այստեղ գրնա բազայել, որ եթե խորհրդարանն ինձի գրավիր է, ես գրնամ փաստերով ներկայացնեմ փաստերը, որովհետեւ խորհրդարանը ավելի ասենք թե
ճիշտ պատկերացումը ունենա։ Ադոր համար գիտեք ինչ կա, ցեղասպանության դիմաց Թուրքիո 1919 կազմակերպել է դատավորություններ եւ այդ դատավորությունները ունին վճիրները եւ այդ վճիրներու իման վրա է որ նույնիսկ մեծ դերությունները Ֆրանսիա, Գրան Բրիտանիա եւ այլն դատապարտեցին այդ անցակորձ գարավարությունը երի թուրքերու մասին է խոսքը այդ պաստերը հիմա եւ այդ դատավորությունները մեր իրավանական պատետին հետ կապ ունին կապ չունին որպես արևելյան ես գրնամ հասկանամ որ որպես արևելյան Հայաստանը կապ չունին գրնամ հասկանամ որ նույնիսկ ինչ Թուրքիան դատապարտել է այդ երիտուրքերի անցալատները ընվերները եւ այլն ինչ բայց մեզի համար արևելյան Հայաստանի համար այդ դատավորությունները շատ կարևոր են գրնա պատահի որ այս նույնիսկ Արցախի հայության համար այդքան կարևոր չեն օրինակ բայց ուրիշ բան ալ կա այստեղ մենք օրինակ ինչու մեզի համար կարևոր են Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը, Կանժայի ջարդերը, Մարաղայի ջարդերը, ինչու կարևոր են արևմտյան Հայաստանի համար նույնիսկ ես գրնամ հասկանամ որ Արցախի հայությունի համար կարևոր չէ արևմտյան Հայաստանը բայց մենք պետք է հասկանանք որ արևմտյան Հայաստանի համար ամեն ինչ կարևոր է մեր Բաքվի մեր փնիկ Բաքվի հայության ցանկը մինչև մեր քիրիգիա փնիկ հայության ցանկը արևմտյան Հայաստանի համար շատ կարևոր է եւ մենք չենք բաժանում բայց մենք կրնանք հասկանալ որ այսօրվան Երևանի հայության համար այդքան կարևոր չէ ինչպես դերսիմի հայությունը գաբրի բայց մեզի համար այդպես չենք մենք ուրիշ ենք մենք ուրիշ տեսակ հայություն ենք որովհետև մեզի համար ամեն մեկ հայի խնդիրը ցանկը իրավանական օրեն կարևոր է որովհետև ինքը այսօր գդուժվի ինչու համար գդուժվի որովհետև իրենց իրավունքները պաշտպանված չեն ճանաչված չեն նույնիսկ ասենք թե մեր հիմնական խնդիրն է սա որպես պատգամավոր արևմտյան Հայաստանի եւ որպես խորհրդարան ցեղասպանության հետ կապված կրնանք չկապել Արցախի հայության այսօրվան ցեղասպանությունը մեզի հետ կրնանք չկապել բայց մենք գիտենք որ նույն անցակոզներն են նույն տեսակ ուժերն են որ կկազմակերպեն ամեն ինչը ասենք թե մենք չնենք մենք չսխալվենք գիտենք որ կա պրոթուրքական քաղաքական ուժերը կան մեր մեջն ալ կան ամեն տեղ կա անոնք լավ կազմակերպված են բայց մենք կրնանք չէ ամիջապես չափել հասկանալ ով պատրաստ է իսկական հայ իրավունքները պաշտպանել ով պատրաստ չէ եւ ով խափում է մենք եթե հասկանանք ամեն ինչը մենք կրնանք զադել չէ որին հետ մենք պիտի քալենք եւ որին հետ մենք պիտի աշխատենք նորեն գսեմ մեր իրավունքները հիմա նույնիսկ շատ բեդություններ կան օրինակ Արցախի հետ կապված շատ բեդություններ կան որ չեն ընդունում որ ինչ կատարվեցավ Արցախում չեն ընդունում
Այսինքն գապ չունի Երևանյան իշխանությունները դիրքորոշումն ալ այստեղ գապ չունի։ Այսինքն արդեն պետությունները եթե մեկ ժամանակ եթե առաջ ուշադիր գլսեին Երևանյան իշխանություններով դիրքորոշումները կամ քաղաքական դիրքորոշում այսօր արդեն աշվի չեն առնելու եւ մենք ալ տեսանք, չէ, վերջին այս Մոսկվայի կամ կտեսնանք ինչ կկատարվի աշխարհի դիմաց այդպես է եւ atkan հիմա կարեւորություն չեն տալ, որովհետեւ ասկացան, ամենտեղ ասկացան, որ հայազգը եւ այսօրվան Երևանյան իշխանությունը մեկը մյուսին հետ կապ չունի ամիջապես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելիներս կա մեր մեջ էլի կառավարության անդամներ կամ Այստեղ ուրիշ բան կա, այո, պարոն ուրիշ նախագահ։ բան կա, Արմենիան Հայաստանը որպես քաղաքական երևույթ։ Այստեղ նայեցեք, եթե մենք քաղաքական երևույթ լայինք, մենք չենք գնար թիմեր ոևէ դատարանը։ Այստեղ անհասկացողություն կա։ Քաղաքական երևույթ քաղաքականությունը գողքն է իրավաբանական դաշտը մշակելու կամ իրավաբանական դաշտը պաշտպանելու կամ թիմելու բայց վերջի վերջո եթե դատարանը կընդունի քեզի կնշանակի որ դու արդեն իրավաբանական սուբյեկտ ես դու մենակ քաղաքական երևույթ չես կամ չգիտեմ ինչ եւ ուրիշ բան կուզեմ ասեմ գրնակ մերժել հարգելիներս որ դուք հայ եք իրավունք ունիք մերժելու շատ ամեն դեր կբադայի Ֆրանսիայի մեջ շատ հայեր կան որ նախկին գուկային եկան Արմենիան Հայաստանից այսօր կմերժեն որ հայ են կամ ծևը սենտեկդան 100 օրինակ 100% հայ 100% ուրիշ բան բայց հայը լալը գիտեք ինչ կնշանակի որ պիտի քո ապրես քո հայության համար քո ազգի համար պիտի ապրես պիտի ծառայես քո նույնիսկ քո պետության համար կամ քո ազգի համար կամ քո ընտանիքի համար պիտի ծառայես չես գնար ասել ես այդ ընտանիքի անդամ եմ եւ դու այդ ընտանիքից գողքը մնաս առանց ոչ մի բան անելու ասենք ընտանիք ունիք բոլորս ընտանիք ունենք բոլորս զավակներ ունենք ասենք մենք պիտի ասենք հա ես զավակ ունիմ բայց իմ զավակս չեն հա այդպես բան չի գա ասենք ոևէ ցևով պատասխանատվություն ունենք չէ մեր ընտանիքներուն հետ կապված ինչպես որ ունենք մեր ազգի հետ կապված Ադամար շատ անոնք որ գսեն որ հայեն բայց մեր ամեն օրվա կյանքից գող կգմնան եւ չեն մասնակցելու ես կուզեմ հասկանամ ինչ կատարվեցավ որ արդեն մեր ընտանիքից կուզեն ըլլալ եւ չըլլալ նույն ժամանակ Ադամեն ինչ մենք պետք է խոսենք մեր խորհրդարանում մենք պետք է ոչ մենակ խոսենք մենք պետք է ոևէ ցևով զեկույց պատրաստենք եւ ներկայացնենք որովհետեւ հայը լալը կնշանակի ոևէ պատասխանատվություն ունենալ մեր պետության հետ կապված շնորհակալություն Շնորհակալություն պարոն նախագահ Կան էլ շնորհավորանքներ կամ արտահայտություն
Կարծես թե ոչ։ Տիկին Մարկոսյան, պարոն Աբրահամյան, կխնդրեմ, որ մեր ժողովը արդեն ամփոփենք։ Այո, շնորհակալություն։ Bon, հիմա ես գոչ կդեմ, որ մեր ժողովուրդը թիմադրե եւ այն թիմադրությունը ներկայացնե թիգուն գայնելով մեր պետությունին, որովհետեւ մեր պետությունը չէ, այն բոլոր հայ ազգին պետությունն է եւ այն պետությունն է, որ պիտի շարունակե մեր գոյությունը, որ պիտի շարունակե պաշտպանել մեր իրավունքները։ Պետք է լավ եւ հստակ լա։ Եթե պետություն ստեղծվեցավ եւ ճանաչվեցավ, նշանակություն ունի եւ նշանակությունը մեր ինքնությունը բայելն է։ Շատ լավ գիտենք, որ տարբեր ուժերը գուզեն ժամանակ առնել մեզ մեկ, որ մենք ակսորությունի մեջ մնանք եւ ցուլվինք, բայց անանք չէ։ Եթե հադուցում պիտի ունենանք ցեղասպանությունը, որ գալարվեցավ մեր ժողովրդին անտեպ, անիգա նշանակե, որ մենք մեր արտարությունը պիտի ունենք եւ մեր արտարությունը առաջին քայլը Արևմտյան Հայաստանի պետությունի քաղաքացին է դառնալը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Հիմա պարոն նախագահան բավական բացատրեց պատմությունը, նորեն անդրադարձավ, նորեն ներկայացուց ինչ տեսակ տվյալական աշխատանքներ գբերենք մեջտեղ եւ միայն ու միայն մենք ենք, որ անանք տվյալական աշխատանքներ մեջտեղ գբերենք։ Ո աշխարհի մեջ հայկական գարույս անանք տվյալական աշխատանքներ չերած։ Եվ երբ որ այս տվյալական աշխատանքները գնենք, նկատի կառնենք մեր բոլոր իրավունքները, մեր բոլոր ազգը, մեր բոլոր դարածքները, որ գուզեն բաժին գոդրել, եւ ինչ պիտի մնա վերջի վերջո, ինչ պիտի մնա հայ ազգին, հայ դարածքներուն, Երևանյան իշխանություն, այս բոլոր գդարված անցագործությունները անկարելի էր, որ գդարվին, եթե սկիզբեն Արևմտյան Հայաստանի աշխատանքները պետք էր որ հետևեին մեր ազգը։ Մենք ներկայացուցինք դիմադրություն Արցախի ժողովրդին համար։ Մենք ներկայացնեցինք դիմադրություն պաշտպանելու բոլոր հաշկարները, որ մեր ինքնությունը ներկայացնենք։ Մենք դիմադրություն ներկայացուցինք եւ հիմա դեռ կներկայացնենք այդ դիմադրությունը։ Արևմտյան Հայաստանի պետությունը վերականգնելու, գոյատևելու եւ ուրիշ ճամփա չկա։ Եթե այլ ուժերը գուզեն ոչնչացնել մեր պետությունը, ցեղասպանություն ունելով, մեր դարածքները որ գկրավեն, չեն գնար դիմադրությունը ներկայացնել, ինչպես որ մենք կներկայացնենք։ Ինչու, որովհետև հայացքը շատ լավ գիտե իրեն ինքնությունը, շատ լավ գիտե իրեն պատմությունը եւ նորեն մենք պիտի միասին հանդիպենք։ Այնքան կուզեի ասել, շնորհակալություն եւ բոլոր մաղթանքներս այս կարևոր դարեդարձ օրերուն համար։ Այո, շատ գեղեցիկ ձևով դիգին նախագահան ամփոփեց, ես ալ շնորհակալություն հայտնեմ մեր այստեղ ներկա մեր պատգամավորներուն, իրենց ամբերության եւ նորեն շուտ միանանք։ Գողջունեմ ձեզ։ Ես էլ կրկին անգամ շնորհավորում եմ, շնորհակալություն, ծառայում եմ հայրենիքիս։ Շնորհակալություն, բոլորիս բարի գիշեր։ Բարի Բոլորիս բարի գիշեր, հաջողություն մեզ։